մեր երկրի վարչապետը, որտեղ դուք այդ ըստուկուց այդ ամեն ինչը մեծացել եք, ամեն ինչը տեսել եք ձեր աչքով, ստեր լուբոն գյուղացնել ուզում է ձեր նման հզոր մարդ կային իր մեջքին, որ այս երկիրը մի բան լինի։ Ձեր ցավը տան։ Ոչ թե 22-23 տարեկան դառնա մարսպեցկի չի բանա գյուղի խնդիրը որ Բոլորը պետք է իմանան ինչը սկիզբ ունի, նավերջ ունի, պապեկան մարսպետ չի լինելու։ Պետք է նա դրանից հետո արած ունենա, որ ժողովրդի մեջ քայլի, հարսանիք են հրավիրելու, կնուկ է, որ նա չխուսափի, այլ կա հպարտ նստի։ Հայաստանը նախ պետք է հեռու պահել արտաքին վտանգներից, շարունակական զիջումները խաղաղություն չեն բերի։ Ես 20 թվականի հունիսի 5-ին հայտարարել եմ տեղակ չեք, որ ասեցի, այս իշխանությունը պետք է փոխվի, անփորձ երիտասարդների հավաքածուը։ 4 ամիս հետո պատերազմ լինելու։ Լսել եք, թե չեք լսել եք, սա լսել եմ։ Ասել եմ մենք պետք է այս չի լինի 4 ամիս հետո մենք զոհեր ենք տալու, Արցախն ենք կորցնելու, մի 6 ամիս, 8 ամիս հետո շրջափակումա լինելու, սովա լինելու, Արցախը հանձնել ենք, ասել եմ։ Ոչ մեկը չլսեց ոչ դուք, ոչ ընդդիմության, որը ասենք քաղաքական գործիչ, ոչ էլ իշխանությունը, բայց կապ կա, վերլուծություն կա։ Եթե այս անգամ էլ ինչ չլսեցին, մի տարի, 2 տարի հետո մեր երկիրը նույն Արցախի ճակատագրին արժանանալու։ 300,000 ադրբեջանցի աղբեր, բերենք ստե տուն տանք։ 300,000 եկան Ադրբեջան, տեղում հարց լինի 100-200,000-ը միանգամից ելնելու են ոտի։ Մենք մեր ժողովուրդը բնակվելու տեղ չկա, ձեր ցավը տանեմ։ Ոնց ենք բերեմ տա։ Խի մեր ժողովուրդը սաղ տները թողած, դռները փակած, չեն կարող գնան անդե, նրանք պետք է գաստե տուն սարքենք, որ մեր երկրում ապրեն, ասեն, ոնց եք դուք հասկանում։ Ույլ չենք տալու Արոկյան ջան։ Դες բան չի կարող։ Դες բան չի կարող։ Անուշադիր լինեք, լինելի է։ Լսեք Այս Ծառուկյանի։ կառավարությանը մենք չամփոփենք, այդտեղ դες բան չի։ Ձեր ցավը տանեմ, այսօր կախված է ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի իր երեխայի իր ապագայի համար, բոլորը կախված է ձեզնից։ Արագածում եւս Գագիկ Ծառուկյանը խոսում է թշնամանքին վերջ տալու մասին, պետք է գնալ ազգային հաշտության ճանապարհով։ Մենք պետք է միասնական լինենք։ Իրար հետ պետք է չվիճեք։ Բացատրի, կարակ անեք, ասա, կան քեզ ընտրենք սաղս։ Այսօր ժողովուրդ ջան, բոլորը ձեր ձեռքում է։ Ես նորից եմ ասում, իրար հետ մի թշնամացեք, ով որ կուսակցությունից է, սաղ էլ հայ են։ Պրոստը իրար հետ քաղցր, հիմա եթե Արմենն ասում է, կարամ ես 100 կիլո բարձրացնեմ, որ գնում եմ մրցման։ Կարենն ասում է, չէ, ես 170 կբարձրացնեմ։ Արմենը տղես է, ինքն էլ իր այդ հարաբերություն չունեմ։ Ես պարտավոր եմ իրան ուղարկելու, որ մենք հաջողություն հաղթանակ ունենք, եղբայր։ Աշուղ բանահավաք Ժորա Գրիգորյանը հանդիպման է եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական բուկլետով։ Դրույթներին արդեն ծանոթ է քաղաքական ուժին հաջողություն է մաղթում։ Կարդում ես սրա։ Բուկլետը իմ ձեռքին։ Այո, այո։ Մանրամաս, Այո, կարդացել եմ։ այո, Բոլորն էլ ինձ դուր է եկել։ այո, Ես երեսապաշտություն չեմ անում։ այո, Ես շատ վաղուց ձեզ ճանաչում եմ, գիտեմ։ այո, Ձեր ով եւ ինչ ձևի այսօրվա արդյունքին հասնել։ այո։ Տանջան, Այո, չարչար, եւ։ Լսում Մենք լսեցինք այդ քանքից, Հիմա ես ուշադիր լսում եմ, եկել եմ ձեզ լսելու։ Ասեք։ Ես կուզեի որ ասեի իմ այս սրտի խոսքը, ես ձեզ համեմատում եմ մեր հին բարերարների հետ։ Մանտաշովներից սկսած մինչև այսօր ես դասում եմ ձեզ այդ շարքը։ Ձեր բարեգործական գործունեությունը հանձնական, ձեր հալալ միջոցից մարդկա կոպեկը ջեբից ջեբ փոխում է, ֆրոսում է որ չկորցնի, ափսոսում է որ մեկին ցույց տա։ Բայց դուք ձեր ցանկությամբ, ձեր ուժի կարողության չափով տվել եք ժողովրդին։ Ես կուզեի որ ձեր կազմակերպությունը մտներ խորհրդարան եւ այս Սանչե վերսեդես, որ այս կետերը իրագործել։ Շատ տպավորված եմ, շատ գրագետ, հիացած, քո ցավը տանեմ։ Մեր ազգում շատ բանիմաց խելացի մարդիկ կան։ Երկի եղինակն էլ է, բարոն Ծառուկյան։ Դե ես ասեմ, հիացած եմ, նախադասություններ ասել, շատ տպավորված եմ։ Քանի տարի է պայքարում ենք, խորհրդան ենք մտել, բացատրելով, ասելով, ներկայացնելով, որ հնարավորություն լինի,
որ կարողանանք ծրագիր իրականացնենք։ Կապը կա, հնարավորությունը կա, ծանոթությունը կա, աշխարհի սաղ ազդեցիկ հայերին ճանաչում եմ, սաղ շեխերին ճանաչում եմ, լորդերին ճանաչում եմ, մեծ արուստներին, սաղ էլ իմ ազգին սիրում, հարգում են, որ անպայման գալիս են ստե հիացած գնում են, որ կարողանանք սարքել, կառուցել, զարգացնել, ծաղկացնել, որ սաղի դեմքին ժպիտ լինի։ Խորհրդան հասնելով հիմա եթե ես 5% լինի, ես չեմ կարող իմ ծրագիր իրականացնեմ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։